Սահմանադրական դատարանը գալիս է, խնդրում եմ ոտքի կանգնել։ Սահմանադրական դատարանը մերժել է ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ընդդիմադիր 7 ուժերի դիմումները, անփոփոխ թողնելով ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿՀ որոշումը։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 259A որոշումը թողնել ուժի մեջ։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Ըստ ձեզ բարձր դատարանի վրա քաղաքական ազդեցություն եղել է թե ոչ։ Բարձր դատարանի դատավորներից մեկի նույնիսկ հարցադրումները քաղաքական իշխանության խոսույթից էին։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Սպասելիքներ չունեին, ընդդիմադիրները ոչ մեկ չուներ, այս գործընթացը ինչի համար նախաձեռնվեց, եթե ոչ մեկ չէին հավատում։ Կներեք, բայց սպասելիքներ ընդհանրապես չունենալու տրամաբանությունը ես չեմ կիսում, բայց սպասելիքներ ունենալու նաև մոտեցումը պետք չի նույնացնել ռոմանտիզմի հետ կամ իրականությունը, այսպես ասած, պատշաճ չգնահատելու հետ։ Մեկ հարց կար, որը բոլորի համար անվիճելի էր։ Պայմանական հավանականությունը, որ սահմանադրական դատարանը կունենար այդ քաջությունը, անվավեր ճանաչելու ընտրության արդյունքները։ Իդեպ, չէ, հարցադրումը մինչև վերջ թույլ տվեք պատասխանեմ։ Արդյոք այդ քաջությունը կունենար թե ոչ, շատ նվազ մակարդակի էր։ Արդյոք երկրորդ փուլի հնարավորության քաջությունը կունենար մի փոքր ավելի բարձր, բայց մանդատների բաշխման կարգի հետ կապված հարցը դա նույնիսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար ակնհայտ էր։ Այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցանկացած անդամ գիտակցում է, որ վաղ թե ուշ այս հարցի վերաբերյալ իրենք ստիպված են լինելու տալ պատասխաններ, որովհետև երբ անվավեր է ճանաչվում ընտրական տեղամասի արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ, որը էական ազդեցություն է ունենում ընտրության ընդհանուր ելքի վրա, պետք է լիներ վերաքվեարկություն, բայց դա չեղավ։ Այն, որ այդ ամենը շտկելու հնարավորություն ուներ սահմանադրական դատարանը, եւ ես ինչ որտեղ հակված եմ կարծելու, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ էր ցանկանում, որ այդպես լիներ, անդամները, որ հետագայում այդ հարցադրումները իրենց չներկայացվեն։ Ակնհայտ է, որ դատական նիստի շրջանակներում ներկայացված ապացույցների նյութերի ուսումնասիրությամբ միանշանակ էր, որ պետք է կայացվեր առնվազն։ Ինչի եմ ասում առնվազն, որովհետև գործընկերները նաև թվային ճշտությամբ ցույց էին տվել, օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից հիմնադրամի թույլատրելի չափից ավել ծախսերը, բայց առնվազն ԲՀԿ-ն պետք է ստանար մանդատներ։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն, որ հետագայում կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցանկացած քանակի տեղամասերը ուղղակի անվավեր է ճանաչելու ինչ որ հանգամանքներում, որովհետև միշտ էլ լինելու են խախտումներ եւ ազդելու ընտրությունների արդյունքների վրա։ Մի քայլ էլ առաջ գնանք։ Ինչի է ընդամենը 2 տեղ անվավեր ճանաչել։ Իրականում ինքը մեծ ուրախությամբ 30 տեղ անվավեր կճանաչեր եւ օրինակ Հայաստան դաշինքն էլ չէր հաղթահարի 8%-ը։ Մի հատ պատճառ կար դրա համար, որ դա չի արել։ Ընդամենը մի պատճառ։ Սահմանադրությունը երաշխավորում է 3 ուժի անցնել ազգային ժողով։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ հուլիսի 8-ին ժամը 18-ին Երևանի Կապույտ մզկիթում կանցկացվի հիշատակի միջոցառում, նվիրված նահատակ հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին։ Դեսպանատան տարածած հայտարարությունում նշվում է, որ Խամենեին փորձության ամենածանր օրերին կանգնեց իր ժողովրդի կողքին եւ դարձավ նվիրվածության, տոկունության եւ անձնվեր ծառայության խորհրդանիշ։ Նիկոլ Փաշինյանը այցելել է Վեդու ջրամբար ծանոթանալու կառուցվածքային աշխատանքների ընթացքին եւ ջրամբարի շահագործման մանրամասներին։ Պատասխանատուները զեկուցել են, որ շինարարությունն ամբողջությամբ ավարտված է եւ ջրամբարը պատրաստ է շահագործման։ Ներկայումս ջրամբարում կուտակված է մոտ 11.8 միլիոն խորանարդ մետր ջուր։ Մասնագետների խոսքով Վեդու ջրամբարը Հայաստանի համար եզակի կառույց է, որում կիրառվել են ժամանակակից տեխնոլոգիաներ, մշտադիտարկող խոնավաչափ սենսորներ, որոնք նախկինում կառուցված նմանատիպ օբյեկտներում չեն եղել։ Ջրամբարը հագեցած է բազմաֆունկցիոնալ համակարգերով, այդ թվում վթարային արագ դատարկման խողովակաշարերով, որոնք ապահովում են կառույցի կայունությունն ու անվտանգությունը։
Ռուսաստանցի թուրքագետ Վլադիմիր Ավատկովը բացառել է Հարավային Կովկասում ռուսական էներգակիրների լիարժեք փոխարինումը։ Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը թեմայով համաժողովում Ավատկովը շեշտել է, որ ռուսական էներգակիրներն այսօր Հայաստանին մատակարարվում են արտոնյալ պայմաններով, իսկ ցանկացած այլընտրանքային ուղի անխուսափելիորեն կբերի գների կտրուկ աճի։ Անդրադառնալով Իրանի հետ համագործակցության հեռանկարներին, Ավատկովը դրանք համարել է աշխարհաքաղաքական առումով բարդ եւ տնտեսապես երկարաժամկետ նախագծեր, որոնք պահանջում են հսկայական ներդրումներ, ինչը ներկայիս լարված պայմաններում քիչ հավանական է։ Ռուս փորձագետը խոսել է նաև Հայաստանի ու Թուրքիայի սահմանի բացման մասին։ Ավատկովը նախազգուշացրել է, որ երկու երկրների տնտեսական հնարավորությունների հսկայական անհամաչափությունը կարող է հանգեցնել հայկական տնտեսության արտաքին ազդեցությանը ենթարկվելուն։ Որպես նախադեպ նա մատնանշել է Վրաստանի Աջարիայի շրջանը, որտեղ թուրքական կապիտալի գերիշխանությունը հանգեցրել է տնտեսական փաստացի վերահսկողության։ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է բարելավել երկրների միջև երկաթուղային բեռնափոխադրումները, հայտնել է իրանական ԻՌՆԱ գործակալությունը։ Պաշտոնյաները նաեւ քննարկել են հյուսիս-հարավ միջանցքի արևմտյան երկաթուղու զարգացման հարցը, համագործակցության հնարավորությունները միջանցքում թվայնացման գործընթացները արագացնելու եւ ժամանակակից թվային լուծումներ ներդնելու համար։ Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սանկտ Պետերբուրգին, ինչի հետևանքով նավթային տերմինալում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Տելեգրամում հայտնել է, որ պաշտպանության ուժերը հարվածել են նավահանգստի նավթային ենթակառուցվածքներին, որոնք միջոցներ են ապահովում ռուսական բանակի համար, ինչպես նաև հարվածել են Կրոնշտատին, որը կարևոր ռազմական թիրախ է։ Вооруженные силы России продолжают. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է շարունակել Ուկրաինայի ուղղությամբ հարվածները, մասնավորապես ռազմաարդյունաբերական ենթակառուցվածքներում։ Պուտինը սպառնացել է ընդլայնել անվտանգության գոտին Ուկրաինային հարակից տարածքում՝ ի պատասխան Կիևի զինված ուժերի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների։ Միջուկային զենքի փոխարեն Իրանը հայտնաբերել է մեկ այլ զենք՝ Հորմուզի նեղուցը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Մենք քննարկում ենք եւ համաձայնություններ ենք ձեռք բերում, թե ինչպես է նեղուցը շարունակելու գործել, ասել է նա։ Մեդվեդևը նաեւ զգուշացրել է, որ Իրանի իշխանությունը ունի ջերմամիջուկային զենք՝ Բաբել Մանդեբի նեղուցը։ Նա հայտարարել է, որ եթե այն փակվի, նավթի եւ նավագնացության բոլոր այլ փոխադրումները կարգելափակվեն։ Երկրի վրա սկսվել է G3 մակարդակի մագնիսական փոթորիկ, հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան։ Գեոմագնիսական փոթորիկը սկսվել է նախնական կանխատեսումից մոտ 1 օր ուշացումով։ Երկրի մագնիսական դաշտը գրեթե 24 ժամ դիմակայում էր արեգակնային զանգվածի արտանետումներին, սակայն ի վերջո չի կարողացել դիմակայել դրանց ազդեցությանը։ Իր հզորությամբ սա արդեն երրորդն է այս տարվա ընթացքում։ Չնայած արեգակի վրա ներկայումս նկատվող բծերի հսկայական խմբերին, դրանք դեռևս չեն առաջացրել սպասված գերհզոր բռնկումները, թեև գիտնականները նախապես զգուշացրել էին նման հավանականության մասին։ Մալիի կառավարական զորքերը եւ ռուսաստանյան ստորաբաժանումները վաղ առավոտյան լայնածավալ հարձակումների են ենթարկվել երկրի 5 տարբեր բնակավայրերում։ Ազավադի ազատագրման ճակատ անջատողական խմբավորումն արդեն հայտարարել է հյուսիսում Անեֆիս քաղաքում ներխուժելու եւ ռազմավարական դիրքեր գրավելու մասին։ Այս գործողությունները հաջորդել են ապրիլյան արյունալի իրադարձություններին։ Հարցականի տակ դնելով զինվորական վարչակազմի վերահսկողության իրական աստիճանը, ապստամբների նման մարտունակությունը պայմանավորված է արտաքին հովանավորչությամբ։ Ըստ որոշ աղբյուրների շոշափում են թե ուկրաինական հատուկ ծառայությունների տեխնիկական աջակցության եւ թե տարածաշրջանային հանցավոր ցանցերի հետքերը։ Հյուսիսում անկախ պետություն ստեղծելու անջատողականների ձգտումը Մալին վերջնականապես վերածել է աշխարհաքաղաքական բախման վտանգավոր թատերաբեմի։ Ռոմի Լեո 14-րդ պապն այցելել է իտալական Լամպեդուզա կղզի, եվրոպական երկրներին կոչ անելով արմատապես վերանայել միգրացիոն քաղաքականությունը։ Պատարագի ընթացքում քահանայապետը միջերկրական ծովում զոհվածների հիշատակը հարգելիս քաղաքական գործիչների անգործությունը համարել է մարդկային ողբերգությունների հիմնական պատճառ։ Նա աղոթել է փախստականների շիրիմների մոտ եւ հանդիպել հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչներին։ 2025 թվականին ընտրված պոնտիֆիկոսն առաջարկում է միգրանտների ընդունման կարճաժամկետ օգնությունը փոխարինել երկարաժամկետ ինտեգրման եւ աջակցության ռազմավարությամբ։ Այս հորդորները հնչում են այն ֆոնին, երբ տարեսկզբից ծովում զոհվել կամ անհետ կորել են ավելի քան 1400 մարդ։